Հոկտեմբերի 27-ից մեկ ամիս շարունակ քաղաքացիները կարող են միավի, սիֆիլիսի, հեպատիտ B-ի և C-ի անվճար հետազոտություն անցնել։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենն ընդգծում է, սրանք այնպիսի հիվանդություններ են, որոնց հայտնաբերումը հատկապես սկզբնական փուլում շատ կարևոր է, երբ ոչ մի գանգատ չեն առաջացնում։ Հետագայում, երբ արդեն գանգատներ են առաջանում, ունենում ենք արդեն բարդությունների դրսևորումներ, խնդիրներ։ Դրա համար վաղ հայտնաբերումը անալիզի միջոցով մենք կարող ենք հստակ հասկանալ մարդը ունի, չունի եւ դրա հետ կապված իր հետագա առողջությունը ապահովենք, առողջ լինելը, այսինքն կանխենք հաշմանդամությունը եւ բարդությունները։ Նմուշառումը իրականացվում է Երևանում Բաբաջանյան 42 և Աճարյան 2, իսկ Աբովյանում Առզնուխճուղի 10 հասցեներում։ Ընդ որում Բաբաջանյան 42-ում ծառայությունը գործում է 24 ժամ։ Հետազոտությունը կատարվում է միջազգային ճանաչում ունեցող տեստերի միջոցով եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Հետազոտությունը կատարելու համար մոտենում եք մեր համապատասխան հասցեներ, դիմում եք, գրանցում են ձեզ, նմուշառում են կատարում, կարող են կատարել եւ մատի միջոցով եւ երակային արյան միջոցով։ Հետազոտությունները իրականացվում են 30-ից 40 րոպեվա ընթացքում։ Հարկավոր չի մոտենալ քաղցած կամ վաղ առավոտյան։ Չնայած ակցիան նոր է մեկնարկել, բայց արդեն գրանցվել է հեպատիտ C-ի 1 դրական դեպք։ Հիմա հստակ թվերով ես Հայաստանի համար չեմ կարող նշել, բայց որ մենք բավականին հաճախ, ավելի հաճախ, այսպես ասեմ, հայտնաբերում ենք բարդությունների փուլում դեպքերը, քան մինչև բարդությունների զարգանալը, եւ սա արդեն իսկ խնդիր է։ Այս տարի ամռանը եւս Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում իրականացվել են անվճար հետազոտություններ, բայց մեկ օրով։ Երևանում մասնակցել է 103 քաղաքացի, Գյումրիում 45, Վանաձորում 89։ Օրինակ Գյումրիում հետազոտված քաղաքացիներից 3-ի մոտ հայտնաբերվել է հեպատիտ B, 5-ի մոտ հեպատիտ C, եւս 1-ի մոտ սիֆիլիս։ Սակայն ծրագիրը ներառում է ոչ միայն ախտորոշման հատվածը, տնօրենն է մանրամասնում։ Պետության կողմից նախատեսված է, որ բոլոր դրական դեպքերը, այսինքն ում մոտ կհայտնաբերվի վերոնշյալ հիվանդությունները, մեծամասամբ հիվանդություններով, մասնավորապես հեպատիտ C-ով, միավով, ունենք ազգային ծրագրեր, որոնք որ գործում են, այսինքն պացիենտը հայտնաբերվելուց հետո կարող է ստանալ մանրամասը խորհրդատվություն, ստանալ նաև մյուս անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումները եւ ստանալ իր նախատեսված բուժումը։ Վաղ հայտնաբերելու դեպքում հեպատիտ C-ն եւ սիֆիլիսը կարելի է բուժել։ Հեպատիտ B-ի եւ միավի դեպքում կարելի է ճնշել հիվանդությունը, որ այն չազդի մարդու կյանքի որակի վրա, ասում են մասնագետները։ Էմմա Վարդանյան, Էդգար Դավթյան, լուրեր։